կատարվեն, երկրորդ որպեսզի հովանավանքում իրենք անխոչնդոտ կարողանան պատարակ վարեն եւ իրավասու քահանա չգա պատարակ վարելու։ Այս առումով տեղեկացնեմ, որ առավոտվանից բոլոր քահանաների մոտ ոստիկանական այսպես վերակարգեր են նկատվել։ Մի երկու քահանա, որոնք այս ուղղությամբ են մեկնել, տան մոտակայքում եւ հետեւել են թե ուր են գնում քահանաները եւ երկու քահանայի նույնիսկ բռնել են։ Մի քահանայի, երբ որ համոզվել են, որ չի գալիս հովանավանք, նոր բաց են թողել։ Բայց երկու քահանայի նկատմամբ նման գործողություն տեղի ունեցել։ Սարգիսի նկատմամբ կոնկրետ եղել է, քանի որ Ես գիտեմ Տեր Փարենի նկատմամբ մի հոգևորական նկատմամբ էլ եղել, իմ այսպես անունը չեմ մտաբերում, երկուսի մասով գիտեմ, հիմա տեղյակ չեմ մնացածը։ Տեսեք, մենք հայ շնորհքի հետ վանական խորհրդի ատենապետն է, Վանական խորհրդի ատենապետն է եւ Հայր Սուրբը ինքն էր այսօր պատարակելու, բնականաբար այդ ցուցակում չկար եւ Հայր Սուրբի նկատմամբ որևէ գործողություն չէին կարող կատարել։ Մեր մեքենան ի սկզբանե խոչընդոտեցին, այստեղ չթողեցին մտնել, ոտքով եկանք հասանք եւ ոստիկանները, բնակիչները համատեղ ուժերով խոչընդոտեցին մեր մուտքը եւ չթույլատրեցին այդ վիճաբանությունը, այդ բանախ վեճը, այդ ամենը նաեւ տեսագրել են տարբեր մարդկանց կողմից, այսքանը խոչընդոտեցին եւ վերջում Հայր Սուրբը, երբ որ տեսավ այս վիճակն, ուղղակի հորդորեց, բոլորով աղոթք արեցին եւ բաժանվեցին։ Հայտարարվել էր, որ չեն ներկանալու, ի պատասխան քրթական կոմիտեի հայտարարել էին թեմա։ Քահանաներն ասել են, որ գնալու են ես պատարակ կատարեմ, որովհետեւ դա հարգելի, ոչ, որովհետեւ դա հարգելի պատճառ էր։ Տեսեք, ծեսի կատարմանը խոչընդոտելը դա հանցագործություն է, քրեական օրենսգրքով արգելված արարք է եւ դա պետական իշխանությունը բարձր մակարդակով դա խոչընդոտեց։ Սկսած Նիկոլ Փաշինյանից համար ինչ որ հետևանք կունենա, որ չգնաց։ Ոչ, որովհետև հարգելի պատճառով նա կարող է չգնալ։ Օրենքը թույլ է տալիս հարգելի պատճառով չգնա հարցականության, իսկ միակ հետևանքը կարող է լինել բերման ենթարկելը։ Ուրիշ հետևանք դրան չկա։ Այսքանը լավ մնացեք հաջորդի։